ոնց հասկանում եմ ընդհանուր թեման, համ լայֆերի մասին է, ինչ որ անունների մասին, համ էլ մարդիկ, որ իրանք ոնց ասում է, տարբեր տեղեր, տարբեր ձևի են պահում, կամ ինչ որ թուրքի հետ բատլ խաղալ, չգիտեմ, եսի ինչ, ստեղ մի հատ հարց է ծագում, էլի, օրինակ արդար դատելու համար, էլի, ասենք, եթե քննադատում ենք, արդար քննադատենք, հիմնավորված, խնդիրը որ գալիս է, ասում են ախպեր, Սփյուռքիում ապրող հայերը ինչ գործ ունեք, խառնվում եք Հայաստանի ներքին գործերին, դուք դրսում ապրելով խոսքի կոպիտ եմ ասում, քթներդ խոթում եք ամեն ինչին, ցենց, այտենց խոսակցություններ շատ ա եղել, ոչ մեկ չի կարա հերքի, բայց այսօր Հայաստանի մեջ որ թուրքական, ադրբեջանական բենզին են ծախում, այսօր շատ մարդիկ ծափահարում են, հենա փարկասու վիդեո ռոլիկներներ դրված է, ասում առնում ենք, լավ ենք անում, առնում ենք, լավ ենք անում, անում ենք, ինչ անում ենք, լավ ենք անում, ստեղ օրինակ իրար հակաբան կա, էլի հակասող խնդիրներ կա։ Հիմա եթե Հայաստանում ապրող մեր հայրենակիցները կարան 20, 30, 50 դրամ պակաս բան անեն, էժան բենզին առնեն, թուրքի բենզին առնեն Ադրբեջանից եկած, բայց Գերմանիայում կամ Ֆրանսիայում մարդկանց, Ռուսաստանում էլ ապրող մարդկանց քննադատում են, որ ախպեր հետո մեկ թուրքերի մոտից առևտուրներ կանեմ իրանց ռեստորանները, չգիտեմ էսի սուտ բաներ չէ, խոսակցությունները թուրքի բենզին առնում, եթե դուք Գերմանիայից եք, ստեր ենք մենք հիմա։ Ես չգիտեմ Գերմանիան բանը Ադրբեջանը քանի տոկոս է, Գերմանիա 2-3% է բանանում ընդհանուր Գերմանիան վեկալես, հա էդի ասենք բան չի։ Հիմա գազը իրանց չերես իրանց է գալիս։ Իրանց հետ է պայմանավորվում։ Այդ թվերով հիմա ես չեմ ուզում խոսակցություն ուրիշ տեղ եմ, ընդհանուր եմ ասում։ Ասենք որ դրսի ապրող մարդկանց քննադատում ենք, ասում ենք ինչի եք բան անում թուրքի խանութից կամ ինչ որ թուրքի արտադրության բան առնում։ Ոնց առնում Հայաստանում առնում են, ասում են լավ ենք անում, առնում ենք։ Հիմա երկրորդ խնդիրը այս էֆիրների կամ ինչ որ բանի հետ կապված։ Ես շատ դեպքեր ա եղել, բլոգերներ էլ կան ըստե, որ առանձին փորձել ենք խոսանք հայրենասիրական այս TikTok-ի մեջի էլի, սենց ասեմ, բանը պահպանողը, կիտայսկի TikTok-ի մեջ, ասել ենք ախպեր, սենց խնդիրներ կա, արեք ձեր էֆիրները աուդիտորիան շատ է, այս թեման բարձրացրեք, դուք գոնե 2-3 րոպե տրամադրեք։ Ախպեր, մենք այդ ուղղությամբ չենք անում, մեր էֆիրները այդ ուղղությամբ չի, բայց դնում են հայրենասիրական երգեր, ժողովուրդ ջան, բան, գազ տվեք, բան, ուրեմն հայրենասիրական երգեր մի դրեք։ Եթե դուք չեք ուզում ձեր էֆիրները, ձեր աուդիտորիային մի 2 րոպե տրամադրեք ինչ որ հայրենասիրական մի քայլի, ուրեմն այդ երգերն էլ մի միացրեք, որովհետև դուք ասեք մենք կապ չունենք դրա հետ։ Դե որ կապ չունեք դրա հետ, ախպեր, այդ երգերի հետ էլ պետք է կապ չունենաք։ Մարդկանց պետք չի ստեղ շահագրգռեք այդ հայրենականի բաներով, չգիտեմ ինչ որ նվեր, ինչ նվեր ուզում եք ստացեք իմ աշկը, ոչ մեկի նվերի վրա էլ չի, ոչ մեկի։ Ոչ մի բան չունեմ բատլ խաղացողների հետ, ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ասել ես են ընդհանուր, ասենց որ ընդհանուր վեկալում ես, լիքը իրար հակասող բաներ կա։ Լիքը։ Երկրորդը, այս մարդկանց կոնտրոլ անելու համար էլի ասենք, ըստեղ բանա վիրտուալնի հարթակ է, մարդիկ ֆիզիկական անձեր են։ Հիմա ստեղ ներքևից մեկը կարող է գա մի բան գրի, մենք չենք կարող իմանանք 5 րոպե ով ինչ կգա կխոսա, ով ինչ կանի։ Ես միշտ ասել եմ, էլի իմ խոսքը կկրկնեմ։ Լուբոյ տարիքի ուզմալնի, ինչ մարդ, ինչ խոսում է, ինչ անում է, ինքը իրան սազացնում է, դա էլ անում է։ Այդքան բան։ Եթե մարդիկ այսօր հայրենասիրական հողի տակ պետք է մարդկանց բան անեն, շահագործեն, մարդկանց զգացմունքների կամ չգիտեմ ինչի վրա խաղալով եսի ինչեր անեն, ուրեմն իրանք իրանք սազացնում են, իրանք այդ մակարդակի, այդ վատ իմաստով չեմ ասում մակարդակ է, ընդհանուր իրանք ապրելակերպի մասին է խոսքը, այդ մակարդակը ապրելակերպի ոչին էլ է բան առնում, առնչվում։ Դա ընդհանուր ասածս։ Թող մարդիկ իրար գլուխները հավաքեն։ Եթե սազացնում են իրանք հայ մարդուն, հայ աղջկան, անկախ տարիքից, ինչ որ սազում է, ինքը գտնում է, որ այդ իրան սազականը անում է, թող անեն, մենք ըստեղ ոչ մեկի ոչ հերն ենք, ոչ մերն ենք, ոչ էլ իրաց դաստիարակներն ենք։ Ասել ես ընդհանուր էսա, եթե այսօր քննադատության ենթակա ինչ որ սիտուացիա կա, ուրեմն պետք է քննադատության լինի այն մյուսների համար էլ, այսինքն չի կարելի վեկալել մի ուղղություն է, այն մեկը բանը տանը չտենալու տալ, դա ճիշտ չի։ Ընդհանուր ասելիքս էսա, եթե միտքս հասկանալի է, բոլորի համար հասկանալ, եթե չկարամ ավելի։ Ինչ ասեցի, շատ ճիշտ ասեցի, Ռոյալ։ Այդպես է։ Ամեն ինչ էլ ճիշտ ասեցի, ոնց կարանք մի հատ բան ասենք սխալ։ Չէ, ուզում եմ ասեմ մարդ ենք, ես ընդհանրապես այն ձևի մարդ եմ, որ գիտես մարդ արարածն հենց է, կարա բերնից մի հատ արտահայտություն անի, այդ պահին խոսքի ինչ ասեմ, լեզվի սայթակում ասենք ինչ, ես քննադատության բաց մարդ եմ, մի բան որ են չի, ես կարամ իմ խոսքերին տեր կանգնեմ իմ ասածների վրա, մի հատ էլ մտածեմ, որ միս անգամ ասենք այդ միտքը չարտահայտվի։ Ռոյալ ջան, այն որ դու ասեցիր, որ բլոգերներ կան, ես լիչնա ինքս էլ եմ շատ բլոգերների հետ կապվել Հայաստանին, որ աուդիտորիա ունեն, որ խնդրել եմ, ասենք, հայրենասիրական ինչ-որ մի մոմենտով թե պլենիների մոմենտով թե
մի բան էլ իրանք ասեն, որովհետև իրանք էլ շատ հետևորդներ ունեն, իրանք քրտին ասել են մենք այդպես բաներ մեզ չենք խառնվում, մեզ մեկ խառնում, մեր աղերա, բատոնները եւ այլն։ Ինձ էլ են մերժել, իմ ընկեր մոտիկներին էլ են մերժել, դու էլ ես իրաց ճանաչում։ Անենցա որ քո ասածը ճիշտ է, որովհետև խոսում էր ներող էլի, շարունակի, ես չեմ սիրում միտքի կտրեմ մարդկանց։ Ասա։ Անենցա գիտես ինչ, ասում ես ախպեր խոսքի սենց սիտուացիա էլի, ասենք խանգարում է։ Գելեք ձեր էֆիրով այս պահի մասին ես մի 20 վայրկյան 30 վայրկյան խոսակցություն է, էլի, այդ հայտարարությունն արեք, ախպեր, թող մարդիկ լսեն, իմանան, ճանաչեն կամ դրա դեմը մի ձևի առնեն։ Ապեր մենք այդ թեմաներով չկանք, մենք այս թեմաներով չկանք, այն թեմաներով չկանք։ Ապեր ջան, դե որ այդ ոչ մի թեմաներով չկանք, այս նրանով չկանք, այն դրանով չկանք, ջազ միացրեք, ջազի տակ ախպեր ջան, ձեր բաները բատլներն արեք, թուփակ միացրեք, թուփակի տակ բատլներն արեք, ոչ մի խնդիր չկա։ Էլի եմ ասում, չեմ քննադատում իրանց մուզիկան չեմ քննադատում։ Ընդհանուր այդ երևույթը էլի այդ որ ասենց իրար հակասող բաներ են։ Ու այս խոսքը բոլորի մասին չի։ Էլի եմ ասում, այնց ընդհանուր չեմ ասում։ Ես բոլորին ա վերաբերվում։ Մարդիկ կան իրաց գործը ուրիշ ձև են անում, չեն էլ նկարում։ Օրինակ Ռոյալ ջան, Արամ Մանուկյանին լրիվ գիտեք, Իհարկե։ մի քանի վաղ առաջ իմ հետ կապնվեց ու ինքը հենց առաջարկեց, որ այս թեմայով մենք էֆիր անենք, որ այս զիբիրները այս հատակի վերացվի ու նա այդ հենց այն մարդն է, որ աուդիտորիա ունի Հայաստանում ու չի վախենում իր աուդիտորիան կորցնի, ինքը համ հայրենասիրության մեջ է մտնում, համ էլ իր կոմիքսների մեջ է մտած ու գիտես ինչքան պրիատնի է, որ ասենք այդ մարդը հայրենիքի մասին էլ է մտածում, մենակ չի մտածում, որ իր ռոլիկները առաջ տանի կամ եսի ինչ անի։ Իրոք որ ջանացավ Սենց մտածում է, որ ինչ է այս հարթակում կատարվում, որ այն մնացած բլոգերներն էլ այդպես եղնեին, ամենքը իր խոսքը գոնե ասի, հարթակի ժողովուրդը կհասկանան, որ ինչ որ մի բան ճիշտ են մարդիկ խոսում, ինչ որ մի բան այս հարթակում փոխել է պետք, այս կեղտը վերացնել է պետք, ոչ մեկի սականջներին էլ հաճելի չի այդ այլանդակ քֆուրները ամեն օր լսել, այդ այլանդակ էֆիրները ամեն օր տեսնել, ուզես չուզես, հա բլոկը մեզ, մեկ էլ թերթը մեզ այն մի էջով եկավ, զզվել ենք արդեն։ Որ վերջացնես ասա մի բան ասեմ, կներեք երկու հատ կին են աղջիկ են հայ նստած, չեմ ուզում որոշ մեկի իրավունքները բանանեմ։ Իմ մոտ լիքը հարցեր կա, ուղղակի դրանց պատասխանները ես ինքս ունեմ, ուղղակի աուդիտորիայի մասին է, էլի խոսում ենք ընդհանուր, որ աուդիտորիան լսի։ Հիմա մեր աչքին լիքը բաներ է գալի, էֆիրներ է գալի, մտնում ես տենում ես մեկը խոսքի իր հետույքով կանգնել է, 3-4 արոքի այնտեղ գժում են, խնդում են, չգիտեմ, մի հատ կին արմատա, չեմ ուզում ինչ որ ռեկլամ անեմ, իմ համար բան է, դա ռեկլամ է, եթե անունները տա, որտեղ ամենավատ ռեկլամը։ Ախպեր գնում եք 3-4 հոգի, 150 հոգի։ Ինձ հետաքրքիր է ուղղակի էլի մի մարդու մոտ մարդիկ որ գնում են էֆիր, ստեփան լսելու։ Ոնց որ բան էլի ինչ-որ մի սովորելու բան։ Ինձ հետաքրքիր է, ինչի համար եք դու գնում այդ էֆիրները, ինչ եք սովորում։ Ասենք այդ մարդուց այդ անձնավորությունից դուք ինչ եք սովորելու։ Այդ մի ժամ կես ժամը մնացած անձնավորությունն է Աստվածաշունչ է կարդում։ Ես չգիտեմ ով է, ես ուրիշ մարդու մասին։ Ես անուններ չեմ ուզում տամ։ Չեմ վախենում։ Ես չեմ վախենում, գիտես, որտես է մարդիկան չեն ճանաչում։ Եթե քննադատում ենք, ուրեմն անուններով։ Այս հավատանեմ, գնացողները գիտեն ում մասին է, կարևոր չի, գիտես, չեմ վախենում անուն տալուց։ Մարդիկա որ չգիտեն, կարող է հետաքրքրվեն, ասի կային ես էլ էտամ նայեմ, էտա լվին դե։ Գնում են։ Դե դրա համար չեմ ուզում տամ անուն։ Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, գնում եք, թրվում եք, այնի քեզի ներին դրան։ Ես չեմ հասկանում, ես բանը մեր բարապաշարը, մեր ոճը, ինչքան հայացի է, ինչքան հայի նման է, ինչքան քրիստոնեայության մեջ տեղավորվում է, գնալ ինչ որ մի հատ էֆիր անիմաստ էլի ասենք ապագա չունեցող խոսակցություն, ոչ մի լավ բան սովորելու, ոչ մի բան։ Կամ այն անգամ մի հատ ջայլ աղջիկա էֆիրա բաց է, դրել է այդ աղջիկա մասին ասեմ։ Դրել է Հայաստանի Թուրքիայի դրոշը, էֆիրա բաց է։ Ջայլ աղջիկա 18-20 տարեկան եկել են դրոշակը հանի քֆուրներ։ Հիմա այդ աղջիկը մեղավոր է, որ ինքը ծնվել է, չեմ հասկանում։ Իրա ծնողներին ինքն անտրե, իրան հարցրել են, ասել են աղջիկ ջան, մեր այդ հայա ալնելու, հերդ խոսքի լինելու այլն։ Այդ աղջիկան որ էթում եք քրվում եք, ի՞նչն եք դուք շահում։ Այդքան քրվեցին, որ այսօր գնացին, էլի մեր հայրից հիմա մեզ են քրվում։ Որ մեկի դեմն են կարում առնենք, որ մեկին են կարում ստոպ անենք առնենք, կարակ ասեք, ոչ քրվեք, ոչ էլ գնացեք։ Այս քֆուրը վերջացրեք։ Դե բանով TikTok-ով տենում եք Հայաստանի դրոշակի կողը թուրքական կամ ինչ որ դրոշակ կա, ախպեր մեր դրոշակը դրել են անգել ջան, որ բանը Փաշինյանն հետ Ալիևի հետ Էրդողանի հետ հանդիպումը, պետական դրոշը դնում են Թուրքիայի դրոշի կողքը, այդքի ոչ մեկը դրեն չեք անում։ Մի տարամ նորից ասեմ, բենզինը որ առնեմ, ասում եք լավ ենք անում, առնողների մասին է խոսքը, ոչ թե չառնողների։ Էդի դեզի չի ուզում, ախպեր, չի ուզում ոչ մեկին։ Քանի այդ վիդեոը սարքվել, որ դուք բոյկոտում եք էդի, որ ստեղ քֆուրներ են գրում մարդը։ Չի կարելի մի քիչ
պետք է քայլերը բանը համընկնի ապրատի հետ խոսածածի։ Հիմա որ վերջացնես ես այդ բենզինի մասին մի հատ ասեմ։ Ես էս ավարտեմ 20 վայրկյան բենս կփակեմ կիշնեմ եթե հարցեր չունեք։ Ասածս էնա։ Մի բան ասեմ, ասածս ընդհանուր էնա, միտեղ որ գնում եք տենում եք ձեր մակարդակի չի դուք դեզի համարում եք բարձր ու այն էֆիրի մեջի էֆիր բարովի վրա քնդում եք, դայֆ գերեմ սմայլիկ եք դնում, նշանակա դուք իրանից բարձր եք ձեզ համար բան եք անում։ Ուրեմն մի գնացեք, ոչ մի բան էլ չկա սովորելու։ Այն կոր այդ էֆիրը չգնա, այդ էֆիրները մեռնելու է գնա։ Անի աուդիտորիա ունի, ինքը հա անելու է, ու այսի շարունակվելու է։ Ոչ պատի բերող, ապագա չունեցող, ոչ մի ընդհանուր հայի հետ կապ ունեցող, հայուհու կամ հայ հետ կապ ունեցող խոսակցություն է։ Հերիքա գնանք այն էֆիրները, որ մեզի պատիվ չի բերում։ Արդեն գիտես ինչա, հիասթափությունը այնքան շատ է մարդկանց մոտ, որ չեն ուզում ոչ մի բան էլ անեն։ Ոչ մի բան։ Դաժե վիդեոռոլիկ չեն ուզում նկարեն, ասում ում համար։ Նկարեմ նրա համար, որ այն ինենց անում։ Ես ձենս փակեմ ջեզի լավ օր եմ ախտում կլսեմ դեր եթե հարցեր չունեք։ Ռոյան ջան, եթե խնդրեմ կմնաս 2 րոպե, եթե ժամանակ ունես, ես ուզում եի Այո, կմնամ։ խոսալ հերթականորեն։ Իհարկե ես հասկանում եմ քո վրթովմունքը։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ում չենք բարևել, հեսա բելանգա, կասեմ կբարձրացնեն մեր ընկերներից ում ճանաչում են։ Հիմա տես sense խնդիր է ստեղ։ Այդ մարտիկ ով է տեսանյութը դուրս հանած, սա գրզո Ձայձայի ռեկլամն է, ասեմ ձեզ։ Ես Հայաստանում ապրելով ոչ մեկ էլ չի ողջունում ադրբեջանական բենզինը եւ ոչ մեկ էլ չի պատրաստվում օգտվել։ Այսօր ես տեսանյութ եմ տեսել եւ նաեւ լսել եմ, որ Կիրովականում հենց այդ Ռենոյլը ջարդուխուրդ են արել նորմալ թասիբով հայերով, ասեմ ձեզ։ Երկրորդը, մի հատ խելքին մոտիկ չի էլի, ասենք, այսօր Range Rover քշող կներես մարդը Հայաստանի Հանրապետությունում գազով ազապրավկա անում, ուր մնա ջարդուխուրդ եղած կներեք, ես չեմ թեր գնահատում, օփելով մեկ էլ այդ սոցիալական պայմանով ձյաձյաներին, որ նկարել էին, հա, մի հատ էլ ասում էին լավ են, אבל 2 կոպեկ թուլափայա քցել իրանց դիմաց, իրանք ուղղակի խոսում են, Ռոյան ջան, սա դեռ հիմք չի, որ Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ քաղաքացիները կոնկրետ, հա, այս ամեն ինչը կարան անեն։ Ուրիշ բան, տեսեք, շատ ճիշտ է գրել այստեղ Վարդգեսը, տենդերային համակարգով եւ պետական ռեսուրսներով, իհարկե դա ռասխոդը կլինի, բայց ոչ քաղաքացիների ձեռքով։ Դա հստակ եմ ասում ձեզ։ Կոնկրետ ով ապրում է, նորից իմ կարծիքը կհայտնի ձեզ։ Սա էր իմ ասածը կներես իհարկե, որ անընդհատ չասվի էլի սրա մասին, որ Հայաստանում հայերը լցնում են այդ բենզինը, ոչ։ Այդ 2-3 ձայցան ուղղակի գրզոյի 10,000 դրամանոց շմոտկեքն էին, ուրիշ ոչ մի բան։ Ես մի բան էլ ասեմ, լավ Գերմանիայի դրոշակով իդինը բացեց, լիչեմ ձեզ ասել։ Խոսեք, ես գնամ երևի։ Համենայն դեպս ավել պակաս կներեք Տիկին Լուսինե, չնայած երևի մի տարիքի ենք, եթե Ես քնարիկ ջան, ձեզ անձնապես վիրավորանք չեմ հասցրել, որտեվ ես այդ մարդը չեմ, ես քննադատել եմ եւ ասել եմ ոչ մի անգամ մի Համենայն դեպս այդ բանին այդպես բան թեմա չկար քննադատելու չգիտեմ ինչ է։ Եվ հետագայում էլ եւ մի վարքան Ազիզ ջան, եթե խոսում ենք եւ հետագայում էլ ոչ մի քննարկում ձեր մասին կարծում եմ իմ կողմից չեք տեսել, որտեվ դա իմ բնույթը չի կոնկրետ։ Դե այդ օրը իմ նկարը դրել էր Ֆելիքսի մոտ ու ոչ Դե դա Ֆելիքսի եւ ձեր խնդիրն է ներող կլինեք։ Ֆելիքսին այդ օրը առաջի անգամ ճանաչես, չի։ Ինչքան էլ վատ հայ լինի, ես կյանքում իմ էջում ոչ մեկ չի տեսել ոչ մեկի նկար։ Այնուամենայնիվ, եթե Կարինեին ինչքան հասկացա, գիտեք, ձեր հետ ուսանող ա եղել, եթե չեմ սխալվում Իմ Ֆրանսիայի։ հետ ուսանող չի եղել ինքը երբևիցե, ես իրան անձնապես չեմ ճանաչում, ես իրան ճանաչում եմ հարտակից, հարգում եմ հարտակից։ Okay։ Դե ես չգիտեմ, տենց չեմ խորացել ճիշտ ասած։ Կարամ շարունակեմ։ Ոչինչ չի փոխվի, որովհետև այսպես ասած ոնց ասում եք գովաստ ու եթե առաջի անգամ լիներ, ես չէի բարձրաձայնի, դա շատ անգամ։ Չէ, մեղադրանք չի ձեր նկատմամբ, որ ես չեմ ուզում, դուք ազատ եք կարակտա կանոնը։ Չէ, ջան, չէ, արդեն բարձա ու մասնա խոսքը։ Անուն չենք տալիս այս պահին։ Ուղղակի եղավ մի բան, որ ինձ հակառակ ինչ որ վիդեո արեցին, այս կողմ են կողմ, այնուամենայնիվ, եթե մենք միասնական չպայքարենք, ոչ մի բան չենք փոխի, ես այտենց գիտեմ։ Դուք ճիշտ եք, այստեղ մի հատ գաղափարախոսություն է, հա, հիմա ասենք որ մենք խոսում ենք, շատ մարդկանց մոտ կարծիք է ձևավորվում, թե ասենք ինչ որ այստեղ խոսալով TikTok-ով հայրենիք է փրկվում, այդ մարդիկ են իրանց ասացի մեջ ճիշտ, որովհետև այստեղ հայրենիք չի փրկվում, ուղղակի այստեղ որոշ մասայի մոտ թող կարծիք ձևավորվի նույնիսկ, որ այս հարթակում լիքը բաներ կա ճիշտ չի ու դրա մասին պիտի բարձրաձայնվի։ Ինչ որ գտնվում է իրական կյանքում ոտներով որ բանը հողի վրա քայլում ես, դա ուրիշ հարց է, ամեն մարդ իր ոնց ասում է իր փոքրիկ աշխարհը, իր կյանքը ստեղծել այդ փոքրիկ աշխարհի մեջ։ Հիմա խնդիրը գիտեք որն է, նաև խնդիր կա այն թեզերի մեջ, որ ասենք sense մենք խոսում ենք, ասում են ախպեր, դուք ի՞նչ է բանին խաղաղությանը դեմ եք, պատերազմ եք ուզում, ում զինվորի հաշվին պիտի պատերազմ լինի։
Հավնիցի մենք ոչ մի պատերազմ չենք ուզում, ես միշտ ասել եմ իմ դիրքորոշումը։ Բոլորը խաղաղություն են ուզում, բայց այդ խաղաղությունը ունի իր չափանիշները։ Հիմա օրինակներ են բերում Ֆրանսիան կրվավ Եվրոպանի հետ, Գերմանիայի հետ, Գերմանիան կրվավ չգիտեմ ում հետ, բան սա Եվրոպան կրվան, հիմա խախանդ ապրում են։ Okay, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես համաձայն եմ։ Ես էլ հայրին ասում եմ, Եվրոպայից նստած բարձրաձայնում ենք, գնացեք Հայաստան։ Հայաստանը ապրելով ենք պահել։ Հա, մի րոպե, հիմա ասեմ դες մի բան, էլի, ես էլ եմ համաձայն։ Բայց դե մի հատ խնդիր կա։ Բանի Գերմանիայի բերդերում Ֆրանսիայի քաղաքացիներ գերիներ չկան։ Գերմանիայի բերդերում ֆրանսականը չկա, ոչ էլ իսպանական կա։ 45 թվականի պատերազմից հետո դե հիմա մենք sense չենք կարա գնանք բաների վրա, ցանկությունների վրա։ Դե փաստերով պիտի խոսացվի, չկա, ներկապային չկա։ Գերի չկա։ Դատապարտված հանցագործություն արածներ կլինեն, գերիների մասին է խոսքը։ Բոլորով իրար հետ համաձայնվել են։ Հիմա Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահան չի կանգնում, ասում, գիտես ինչ կա, Էֆելյան աշտարակը մերն է, մեր պապական հողերն է։ Չի կանգնում, ասում, ես այսքան հազարներ գերիներ ունեմ, պիտի հետեթան խոսքի օրինակ Ֆրանսիայում ապրեն։ Նույնն էլ հակառակը։ Բայց այսօր մենք ասում ենք խաղաղության են գնում, մենք ժողովուրդ ուրախ ենք, այո, թող լինի։ Բայց այն կողմի երկրի նախագահ հլնումա, ասում է բանա, 300,000 ես բան ունեմ, Հայաստանից դուրս եկած փախստականներ ունեմ։ Այսօր պետական մակարդակով իրանց կառավարությունը ֆինանսավորումը հանձնաժողով են ստեղծում։ Անուն ազգանունով գրում լրացնում են, թե Հայաստանում ապրող այդ երազները ադրբեջանցիք, ով որ քաղաքից ու ով որ բանից է եկել, ռայոնից է եկել, հասկանում եք, այստեղ խնդիրներ կա։ Մենք համեմատություններ ենք անում, ես իմ ում հետ, բայց դա համեմատելու չի։ Մենք բենզին ենք առնում, ես այն օրն եմ ասել, խնդիր չի։ Թողարնեն, եթե խաղաղության են գնում, պետք է գնաց բան, հավասարը հավասարին գնաց։ Գոնե իրանց կողմից, թող մի հատ նշույլ ցույց տան մեզ, որ իրանք էլ մեր հանդեպ ինչ որ մի հարցով պոզիտիվնի են տրամադրված։ Թող մեզի ասեն մենք էլ Հայաստանից կառնենք, օրինակ, գինի կառնենք, կոնյակ կառնենք, պահածոներ կառնենք։ Դե թող իրանք էլ մի բան մեզանից ուզենան առնեն։ Ինչի մենք պետք է առնենք, ինչի համար մենք ինչ որ ճանապարհ պետք է տանք, որ իրանք մեր ճանապարհը օգտագործեն գնանք, բա մենք իրանց ճանապարհը ինչի չենք օգտագործում։ Մի լուսկու կարապի չափ մեզի ճանապարհ չեն տվել։ Այսինքն դա ո՞նց է խաղաղություն մի կողման, ինձ մեկ կարա դրա տրամադրությունը բացատրի։ Այն կողմից քեզի ագրեսիվ բաներ են անում, պարտադրանքներ, ագրեսիվ ելույթներ ա գնում, այս կողմից ախպեր մենք բան ենք, փիսիկներ ենք, մենք լավ է, ասենց ուրախ ենք, չէ, ես ուրախ չեմ, ես չեմ ուզում։ Երբ որ հավասարը հավասարի կլինի, երբ որ պատվով կլինի ամեն ինչ որ հային վայելա, պատվով։ Այդ ժամանակ կխոսանք։ Այն ժամանակ ասում են Արցախը խանգարում է, միջազգային հանրություն Արցախ։ Տվենք ախպեր, հիմա ի՞նչն է խանգարում։ Հիմա ինչի պետք է մենք այսքան զիջումների գնանք, էսի քաղաքական իմաստով է խոսակցությունը։ Այն մարկանց է վերաբերում, որ մի կողմանին համաձայն են։ Ես որպես հայ մարդ համաձայն չեմ։ Չեմ ուզում։